Կասպից ծովից մինչև Սյունիք։ Ինչու է Թեհրանը այս տարածքները դիտարկում մեկ միասնական հակաիրանական շղթայում։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում տողատակում հաղորդաշարն է, որի շրջանակներում կփորձենք տալ այս եւ շատ այլ հարցերի պատասխաններ։ Իրանական պաշտոնական թերթերից մեկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանելով Եվրամիության պրոքսի ուժ հայտարարել է, որ Թեհրանի պատասխանը կարող է ուղղել Եվրոպայի հետ կապված էներգետիկ ռեսուրսների դեմ։ Պարբերականը հրապարակել է հնարավոր թիրախների ցանկը, որում ներառված են նավթամուղեր եւ գազամուղեր, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուպսա, հարավային գազային միջանցք, Տրանսկասպիան, Իստ-Մեդ, արաբական Էյլատ, Աշկելոն եւ Սաուդյան Արաբիայի արևելք-արևմուտք խաղողակաշարերը։ Հանքավայրեր՝ ադրբեջանական Ազգ, Շահդենիզ եւ Աբշերոն, իսրայելական Լևիաֆան, եգիպտական Զոհր, կիպրական Քրոնոս ու իրաքյան GGIP նախագիծը։ Ենթակառուցվածքներ՝ Եգիպտոսի եւ Հունաստանի հեղուկացված գազի տերմինալներ, ինչպես նաեւ Օմանում եվրոպական ներդրումներով կանաչ ճճացնի նախագծերը։ Իրանական պարբերականի հրապարակած այս բացահայտ սպառնալից թիրախի ցանկը շատ ավելին է, քան պարզապես լրագրողական էմոցիոնալ արձագանք կամ ռետորաբանություն։ Թեև ձևակերպումների մակարդակում թիրախում Ուկրաինայի նախագահն է, իրականում սա Թեհրանի կողմից մանրակրկիտ հաշվարկված աշխարհաքաղաքական շանտաժի եւ զսպման ուղերձ է, հասցեագրված ուղղակիորեն Եվրոպական միությանը, Միացյալ Նահանգներին եւ տարածաշրջանային մի շարք խաղացողների։ Առաջին հերթին Իրանը փորձում է փոխել հակամարտության աշխարհագրությունն ու տրամաբանությունը։ Ցույց տալով, որ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը կախված է չափազանց խոցելի ենթակառուցվածքներից, Թեհրանը Բրյուսելին հասկացնում է, որ իր դեմ ուղղված ցանկացած պատժամիջոց կամ ուկրաինական ճակատում աջակցության ավելացում կարող է հանգեցնել Եվրոպայում էներգետիկ կոլապսի։ Ուշագրավ է, որ ցուցակում առանցքային տեղ են զբաղեցնում Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքները Բաքու-Թբիլիսի-Ջեյհանից մինչև Շահդենիզ։ Սրանով Իրանը միաժամանակ երկու նպատակ է հետապնդում. Նախ, հարվածում է Եվրոպային ռուսական գազին փոխարինող այլընտրանքային հիմնական երթուղուն, եւ երկրորդ, բացահայտ ազդակ է հղում Բաքվին առ այն, որ Ադրբեջանի էներգետիկ զարկերակը գտնվում է իրանական հրթիռների եւ պրոքսի խմբավորումների հասանելիության տիրույթում։ Մյուս կարևոր շեշտադրումը Մերձավոր Արևելքի եւ Միջերկրական ծովի էներգետիկ հանգույցների ներառումն է։ Թեհրանը ցույց է տալիս, որ ընդունակ է մեկ միասնական ճակատով խոցել այն բոլոր նախագծերը, որոնց վրա Արևմուտքը հայտ է դնում Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը թոթափելու համար։ Բաքուն եւ Թեհրանը մշակում են Իրանի Արդաբիլ նահանգում երկաթուղային նոր տերմինալի կառուցման նախագիծը։ Արդաբիլի նահանգապետը հայտարարել է, որ սահմանային այս հանգույցն ու Արդաբիլի երկաթուղային ցանցի միացումը Ադրբեջանին միտված են ընդլայնելու առևտրային փոխադրումները։ Սա ավելի լայն ռազմավարության մաս է, որը նպատակ ունի մեծացնել տարանցիկներ ուժը դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա եւ Պարսից ծոց։ Տողատակում Թեհրանը փորձում է արագացնել հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի իրագործումը, քանի որ Ռաշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցումը տարիներով ձգձգվում է։ Արդաբիլի ուղղությունը դիտարկվում է որպես հավելյալ հանգույց իրանական եւ ադրբեջանական երկաթուղային ցանցերը միմյանց կապելու համար։ Միևնույն ժամանակ սա Զանգեզուրի միջանցքին հակադրվող իրանական հստակ պատասխանն է։ Ակտիվորեն առաջ տանելով Արաքսի երկայնքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող երթուղին, Թեհրանը Բաքվին եւ արտաքին դերակատարներին ցույց է տալիս, որ ունի պատրաստի անվտանգ ու շահավետ լոգիստիկ ենթակառուցվածքներ, սրանով իսկ փորձելով չեզոքացնել Հայաստանի Սյունիքի մարզով արտատարածքային միջանցք ստանալու Բաքվի ու Անկարայի պահանջները։ Բացի այդ, վերջին տարիներին Բաքվի եւ Թեհրանի միջև եղած խոր քաղաքական ու անվտանգային լարվածության ֆոնին կողմերը փորձում են հարաբերությունները տեղափոխել պրագմատիկ տնտեսական դաշտ, ընտրելով հիմնականում ադրբեջանական Արդաբիլը որպես տնտեսական կամուրջ։ Ադրբեջանական մասնավոր GL Group ընկերությունն ավարտել է ԱՄՆ Թեխաս նահանգում նավթագազային ակտիվների ձեռքբերման գործարքը։ Խոսքը Փերմյան ավազանում գտնվող 4 մշակվող հանքավայրերի եւ ավելի քան 200 գործող հորատանցքների մասին է։ GL Group-ը դարձել է առաջին ադրբեջանական ընկերությունը, որը սեփականության իրավունքով տիրապետում եւ ինքնուրույն կառավարում է ԱՄՆ-ում գտնվող նավթագազային ակտիվները։ Ընկերությունում սա անվանել են պատմական իրադարձություն եւ միջազգային ընդլայնման նոր փուլ։ Առաջին հայացքից զուտ մասնավոր կորպորատիվ գործարք թվացող այս իրադարձությունն իրականում ունի խորքային, պետականորեն համակարգված աշխարհաքաղաքական տողատակ։ Ադրբեջանի մուտքը ԱՄՆ-ի ամենառազմավարական Թեխասի նավթագազային տարածաշրջան ոչ միայն տնտեսական ներդրում է, այլև Բաքվի կողմից Վաշինգտոնում սեփական լոբիստական ազդեցության լծակները մեծացնելու հստակ հաշվարկված քայլ։ Ամերիկյան էներգետիկ սեկտորում ուղղակի ներկայություն ունենալով Բաքուն ստանում է անմիջական մուտք դեպի Թեխասյան ազդեցիկ քաղաքական ու տնտեսական էլիտաներ, ինչը թույլ է տալու ավելի արդյունավետ առաջ մղել ադրբեջանական օրակարգը կոնգրեսում եւ Սպիտակ տանը։
Բացի այդ, սա Բաքվի պատասխանն է արևմտյան այն քննադատություններին, թե Ադրբեջանը էներգետիկ ավտորիտարիզմ է արտահանում մասնավոր ընկերության անվան տակ մուտք գործելով ԱՄՆ, փաստացի Բաքուն փորձում է լեգիտիմացնել իր կապիտալը եւ ցույց տալ, որ հանդիսանում է ԱՄՆ տնտեսության լիարժեք ու հուսալի գործընկեր։ Մյուս կարևոր տողատակը վերաբերվում է Բաքվի փորձին ապահովագրելու սեփական էներգետիկ ապագան, հասկանալով, որ Կասպից ծովի նավթային հանքավայրերում արդյունահանումն աստիճանաբար նվազում է, ադրբեջանական կապիտալը դուրս է բերվում երկրից եւ ներդրվում աշխարհի ամենակայուն ու եկամտաբեր ավազաններից մեկում։ Միջազգային իրավունքի պրոֆեսոր իրանցի Ահմադ Քազեմին մեհր գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի խորհրդարանի կողմից Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիայի վավերացումը աղետալի հետևանքներ կունենա Թեհրանի համար։ Ըստ փորձագետի, փաստաթուղթն օրինականացնում է Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ադրբեջանի միջև ծովի արդենից իրականացված բաժանումը, Ադրբեջանին թողնելով 21%, իսկ Իրանին 20%-ից պակաս տարածք։ Քազեմին առանձնահատուկ ընդգծում է, որ ծովի հատակով խողովակաշարերի անցկացման թույլտվությունը հնարավորություն է տալիս Կենտրոնական Ասիայի էներգակիրները Բաքվով ուղղել դեպի Եվրոպա, սպասարկելով ՆԱՏՕ-ի եւ ամերիկյան Թրամփի ուղիղ ծրագրի շահերը։ Բացի այդ, պրոֆեսորը կոնվենցիան ուղղակիորեն կապում է Զանգեզուրի միջանցքի հետ, նշելով, որ Սյունիքով Ադրբեջանն ու Նախիջևանը իրար կապելը թույլատնում է Հայաստանի սուվերենությունը եւ նախադրյալներ ստեղծում երկրի մասնատման համար։ Տողատակում ուշագրավ է Թրամփի երթուղու եւ թուրքական աշխարհի հիշատակումը, Թեհրանը սրանով ֆիքսում է, որ ԱՄՆ-ն, Իսրայելը եւ Թուրքիան Ադրբեջանի միջոցով ստեղծում են միասնական ճակատ, որը Կենտրոնական Ասիայի ռեսուրսները կապելու է Եվրոպային, շրջանցելով թե Իրանը, թե Ռուսաստանը։ Սա նորություն չէ։ Հայաստանի եւ Սյունիքի թեման Կասպից ծովի կոնվենցիայի հետ մեկ փաթեթում դիտարկելը բացահայտում է Թեհրանի ռազմավարական ընկալումը Իրանում Կասպից ծովի զիջումն ու Սյունիքի կորուստը տեսնում են որպես մեկ միասնական շղթայի օղակներ։ Ըստ Թեհրանի վերլուծական շրջանակների Հայաստանի մասնատումը եւ Ադրբեջանի դիրքերի ամրապնդումը Իրանի հյուսիսային սահմանների մոտ նպատակ ունեն փակել Իրանի դեպի Եվրոպա եւ Ռուսաստան ցամաքային ելքերը։ Սա բացահայտ ազդանշան է նաեւ Հայաստանին առայն, որ Թեհրանում Սյունիքի նկատմամբ սպառնալիքը համարում են սեփական ազգային անվտանգության կարմիր գիծ, իսկ Բաքվի էքսպանսիոնիստական ամբիցիաները Արևմուտքի եւ Իսրայելի լայնածավալ հակաիրանական ռազմավարության մաս։ Վերջին տարիներին ակտիվորեն փորձ է արվում Ադրբեջան անվանումը ներկայացնել որպես թուրքական ծագում ունեցող տեղանուն, հղում անելով միջնադարյան ավանդազրույցներին։ Սակայն գիտական համայնքը սա որակում է որպես պատմության քաղաքականացում։ Անտիկ հեղինակներն այս տարածքը ճանաչել են որպես Ատրոպատենը, Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի իրանցի զորավոր Ատրոպատի պատվին։ Անվան լեզվաբանական էվոլյուցիան Ատրոպատ, ատուրպատական, ադուրպատական եւ Ադրբեջան հաստատված է անտիկ ու միջնադարյան բոլոր աղբյուրներում։ Առաջին հայացքից պատմագիտական եւ լեզվաբանական բանավեճ թվացող այս տեքստն իրականում ունի խիստ արդիական, սուր աշխարհաքաղաքական տողատակ։ Սա Իրանի պատմամշակութային ու պետական ինքնապաշտպանական արձագանքն է Անկարայի եւ Բաքվի կողմից իրականացվող պանթյուրքիստական ինքնության յուրացման քաղաքականությանը։ Տողատակում Իրանը բացահայտորեն մերկացնում է Ադրբեջանի պետական հայեցակարգի ամենախոցելի կողմը՝ պատմական կեղծարարությունը։ Թեհրանը հասկացնում է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը ոչ միայն յուրացրել է պատմական Իրանի հյուսիսային նահանգի անունը 1918 թվականին, այլև այսօր փորձում է հետադարձ ուժով թուրքացնել ողջ տարածաշրջանի հնագույն պատմությունը։ Սա ուղղակի սպառնալիք է Իրանի տարածքային ամբողջականությանը, քանի որ թուրքական Ադրբեջան կեղծ թեզի վրա է խարսված իրանական Ատրպատականի, Իրանի հյուսիս-արևմտյան Ատրպատենյան նահանգների նկատմամբ Բաքվի տարածքային ու սեպարատիստական ամբիցիաները։ Հայաստանի եւ Հարավային Կովկասի համար այս չափազանց կարևոր ազդանշանը Իրանը ֆիքսում է, որ Բաքվի հավակնությունները, լինեն դրանք Հայաստանի թե Իրանի պատմության ու տարածքների նկատմամբ, ունեն նույն ագրեսիվ, կեղծարար ծագումնաբանությունը։ Ցույց տալով, որ Բաքուն անտեսում է անգամ անտիկ պատմիչներին ու հազարամյա գիտական փաստերը, Թեհրանը հասկացնում է, որ գործ ունենք մի ռեժիմի հետ, որի հետ արտաքին քաղաքականությունը կառուցված է պատմության ու աշխարհաքաղաքականության խաթարման վրա, ինչը հղի է ողջ տարածաշրջանի համար անվտանգային դուրս ցնցումներով։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։